Եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ, օրվա թեմաների մասին նախամարոտ։ Սանահին Իվանական համալիրում կրկին վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Անկարելի ոչ մի բան չկա, եւ ես համոզված եմ, որ մենք տանիքը կբերենք նորմալ վիճակի, համոզված եմ, որ ու երկար տարիներ այդ տանիք կծառայի մեր եկեղեցում։ Հանրակրթական դպրոցներում քննաշրջանն սկսված է։ Հարցերը հեշտ են, ընդհանուր 15 հարց է։ Սա մեզ համար նաև փորձ է հետագայում միասնական քննությունները լավ անցնելու համար։ Դպրոցական կյանքի սիմֆոնիայի վերջին ակորդը Օձուն գյուղում։ Ինձ թվում է բոլոր շրջանավարտներն կուզենան այսպիսի պահեր ապրեն իրենց դպրոցական տարիների վերջին շեմին։ Ալավերդու մշակույթի բեմում են Չարենցավանի արվեստի դպրոցի սաները։ Շատ լավ մշակույթի տուն ունենք, շատ լավ բեմ ունենք, շատ լավ դահլիճ ունենք։ Վրաստանում տոնում են երկրի անկախության տոնը։ Սանահին Իվանական համալիրում կրկին շինարարներ են աշխատում։ 10-ից 13-րդ դարերում կառուցված Սանահին Իվանքը վաղուց արդեն մասնագիտական լուրջ մոտեցման կարիք ունի, որովհետև դարերի ընթացքում համալիրի պատերին ու տանիքներին առաջացել են խնդիրներ։ Հենց այդ խնդիրների մի մասի լուծումն էլ նախատեսված է իրականացնել այս տարի։ Սանահին Իվանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը վերանորոգվում է։ Եկեղեցու գմբեթի վերանորոգման աշխատանքները ստանձնել է NCEC շինարարական կազմակերպությունը։ Աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերից։ Շինարարական աշխատանքների ղեկավար Վարդան Խոջոյանի խոսքով վերանորոգման ժամանակ տանիքի ծածկասալերը հանվելու են, մաքրվելու, ինչից հետո կրկին տեղադրվելու են իրենց տեղերում։ Արդեն ոչ պիտանի սալիկները փոխարինվելու են նորերով, սակայն վարպետը նշում է, որ դրանից եկեղեցու գմբեթի ճարտարապետական տեսքը չի խախտվելու։ Պետական տեսքը լրիվ պաշտպանվելու է, քանի որ մենք իրավացու չենք ճարտարապետական որևէ խախտում կատարելու, դրա համար կան ճարտարապետներ, դրա համար կան նախագիծ, որը տրված է մեզ, որը ըստ նախագծի մենք ոչ մի շեղում իրավունք չունենք կատարել։ Վարդան Խոջոյանն արդեն իսկ ուսումնասիրել է եկեղեցու գմբեթը եւ նշում է, որ աշխատանքներ շատ կան կատարելու։ Շինարարներն այժմ բուն աշխատանքների սկսման համար նախապատրաստական աշխատանքներ են կատարում, ծածկասալերի հանման աշխատանքները կսկսեն մի քանի օրից միայն։ Վարդան Խոջոյանը նշում է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում գործին եւ իր խմբի հետ միասին ամեն ինչ անելու են, որպեսզի գմբեթը նախկին տեսքն ունենա։ Շինարարական աշխատանքներն ընթանում են նորմալ։ Մենք ունենք հմուտ վարպետներ, որոնք առաջ տարին չէ որ աշխատում են։ Իհարկե աշխատանք շատ ծանր աշխատանք է, բայց անկարելի ոչ մի բան չկա եւ ես համոզված եմ, որ մենք տանիքը կբերենք նորմալ վիճակի, համոզված եմ, որ ու երկար տարիներ այդ տանիք կծառայի մեր եկեղեցում։ 2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված Սանահին Իվանական համալիրը կառուցվել է 666 թվականին հայոց թագավորներից Աշոտ Ողորմածի օրոք։ Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն այժմ վթարային վիճակում է գտնվում։ Մինչև հիմա համալիրի տարածքում գտնվող առանձին շինությունների վերանորոգման փորձեր կատարվել են, սակայն համալիրն ամբողջությամբ դեռևս վթարային է համարվում։ NCEC ընկերության աշխատակիցները նշում են, որ այս տարվա համար Վանական համալիրում կատարվող աշխատանքները սահմանափակվելու են միայն համալիրի գլխավոր տաճարի գմբեթի վերակառուցմամբ։ Մանեխ Լոպուզյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։ Հանրակրթական դպրոցներում դասերն արդեն ավարտվել են, բայց եռուզեռը շարունակվում է։ Քննական շրջանը սկսված է, իսկ դա նշանակում է, որ թե ուսուցիչների եւ թե աշակերտների համար հիմա առավել կարևոր ու պատասխանատու շրջան է սկսվել։ Սայաթ Նովայանվան համար 8 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այսօր փոխադրական քննություն են հանձնում մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից։ Քննական դասասենյակներում մոտ 70 աշակերտ կա։ Հայոց լեզվի քննությանը մասնակցում են թվով 21 աշակերտներ։ Նրանցից մեկը Ռուզաննա Գրիգորյանն է։ Նա հարցաշարում ներառված 15 հարցերի մեծ մասին պատասխանել է ու կարծում է բարձր միավորներ կհավաքի։ Ընդհանուր մեր այս տարվա անցած հարցերից է։ Հարցերը հեշտ են, ընդհանուր 15 հարց է, սա մեզ համար նաև փորձ է հետագայում միասնական քննությունները լավ անցնելու համար։
Մյուս երկու դասասենյակներում արդեն բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտներն են։ Այս հոսքը քննությանը կպատասխանի 50 հարցի։ Սյուզաննա Գևորգյանը ասում է, որ ընդհանուր առմամբ հարցերը հեշտ են, միայն երկրաչափության խնդիրներում է դժվարանում, սակայն կարծում է դրանք էլ կհաղթահարի։ Մաթեմատիկայի հանրահաշվի եւ երկրաչափության քննություն ենք հանձնում։ Հեշտ չէ, բայց դժվար չէ։ Սկզբից շատ էի լարվում, հիմա այդքան էլ չեմ լարվում։ Սայաթ Նովայանվան համար 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը նշում է, որ փոխադրական քննությունները աշակերտների համար նախ եւ առաջ փորձ է միասնական քննություններն ավելի լավ հանձնելու համար։ Ավագ դպրոցի հերահար նպատակը կայանում է նրանում, որ ավագ դպրոցի ավարտած աշակերտը կրեդիտային համակարգով առանց քննության ընդունվի բուհ։ Առայժմ, քանի որ ավագ դպրոցի կայացման փուլում է դեռևս, պետք փոխադրական դասարաններում 10-11-րդ դասարաններում նախատեսվում են քննություններ այն առարկաներից, որոնք երեխաները խորացված են սովորում։ Բնագիտական հոսքի աշակերտները քննություն կհանձնեն նաև ֆիզիկայից, իսկ հումանիտար հոսքի աշակերտները օտար լեզվից։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։ Օձուն գյուղում 2 դպրոց է գործում, որոնք միասին այս տարի 60 շրջանավարտ են տվել։ Տարածաշրջանում այսպիսի թվով շրջանավարտներ ունեցող գյուղեր արդեն համարյա չեն մնացել։ Օձունցիներն էլ գնահատում են իրենց ունեցածն ու իրենց շրջանավարտներին բարի երթ մաղթելու համար համայնքային մեծ միջոցառում են կազմակերպել։ Մանեխ Լոպուզյանն է պատմում։ 17 գարուն Օձունի շրջանավարտներին նվիրված միջոցառումն այսպիսի խորագիր է գրում «Թռան կյանքից 17 գարունները»։ Շրջանավարտների 17-րդ գարունը հիշարժան ու տպավորիչ դարձնելու համար Օձունի մշակույթի տանը կազմակերպվել է համայնքային միջոցառում, որին մասնակցում են Օձունի մշակույթի տան սաները, Օձուն եւ մինի-դանս պարային խմբերի սաներն ու ակտիվ երիտասարդներ։ Միջոցառման պատվավոր հյուրերն են Օձունի համար 1 եւ 2 դպրոցների շուրջ 60 շրջանավարտները, ինչպես նաեւ համայնքի տարբեր ժամանակների լավագույն շրջանավարտներ։ Միջոցառման մասնակցում էին այն երեխաները, որոնք դպրոցական տարիների ընթացքում բազմիցս մասնակցել են Օձունի մշակույթի տան բազմաբնույթ միջոցառումների։ Այս տարին մեզ համար նշանակալից էր նրանով, որ այս տարվա շրջանավարտների մեջ կային նաև մշակույթի տուն հաճախող երեխաներ, թվով 8 երեխաներ, որոնք նույնպես շրջանավարտ էին ու կարծես թե նրանց հրաժեշտի երեկո էր կազմակերպված իրենց փոքր սերնդի ներկայացուցիչների, իրենց ընկերների կողմից։ Մենք փորձեցինք հետաքրքիր դարձնել շրջանավարտների ավարտական, այսպես ասած, մեր հաղորդավարը գեղեցիկ նշեց, դպրոցական կյանքի սիմֆոնիայի վերջին ակորդը։ Միջոցառման հիմքում ընկած է ամուր ընկերության եւ հայրենասիրության գաղափարը։ Իրենց ողջույնի խոսքով ու մաղթանքներով միջոցառմանը հանդես եկան բոլոր մասնակից երեխաները։ Երկի բարի ու ասմունքի հետ մեկտեղ մշակույթի տանսաները ներկայացրին նաեւ հետաքրքիր բեմադրություն, որի գաղափարը հետեւյալն էր. հայ օլիգարխի ընտանիքի առաջին ժառանգն ավարտում է դպրոցը եւ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են որոշում կայացնելու, թե ինչ մասնագիտություն է նա ունենալու։ Հայաստանն ինչ խորհուրդ տա։ Ու գնամ սովորելու, բալիճ։ Ես քեզ բան գորնա, 70 տարեկան եմ, այդ քեզանից է։ Ես եւ Էլենը ներկայացնելու ենք թիթիզներին։ Մենք Ալեքսի դասընկերուհիներն ենք եւ մենք էլ ենք շրջանավարտներ ու մենք էլ ենք ավարտելու դպրոցը։ Եկել ենք նրանց տուն, որպեսզի խորհուրդ տանք նրան, թե ինչ մասնագիտություն ընտրեն։ Ես ցանկանում եմ դառնալ դերասանուհի։ Այդ հիմնական պատճառն էլ դա էր, որ ես մասնակցեցի բեմադրությանը։ Միջոցառման ստեղծագործական խումբը մեկ տեսանյութում էր հավաքել համայնքի այս տարվա շրջանավարտների 17 տարիների անցած ուղին, որը ցուցադրեցին նաև հանդիսատեսին։ Միջոցառման ավարտին ներկաներին եւ շրջանավարտներին իր խոսքը հղեց նաև Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Հարգելի ուսուցիչներ, ծնողներ, ներկաներ, մենք այսօր ականատես եղանք մշակույթի տան եւս մեկ
լավ ներկայացման, լավ միջոցառման։ Միջոցառումը նաև մեզ քաղցր հուշեր արթնացրեց, անցյալի դիրքը տանելով մեզ, եւ տեսանք, որ այս մեր սիրելի շրջանավարտները ակտիվ են եղել իրենց ամենափոքր տարիքից սկսած հոգևոր մշակութային հարցերում։ Ես ինքս մաղթում եմ շրջանավարտներին ամենայն բարի, թող Աստված իրենց պահապան լինի։ Միջոցառման մասնակից երեխաները շրջանավարտներին մաղթեցին կյանքի 1000 գարուններ, ցանկանալով, որ 17-րդ գարունը նրանց հիշողության մեջ մնա որպես կյանքի պայծառ եւ արևոտ գարուններից մեկը։ Կտխրեմ միանշանակ եւ դպրոցը ավարտելու կապակցությամբ եւ գյուղից մշակույթի կյանքից հեռանալուց իհարկե կտխրեմ, դա տխրություն է, դրա մեջ ուրախություն չկա։ Բայց եթե հնարավորություն լինի ժամանակի հետ կապված, անպայման կփորձեմ մասնակցել հաջորդ միջոցառումներին։ Ամեն ինչ ծրագրավորված եւ արված է շատ գեղեցիկ։ Ցանկանայի, որ ավանդույթ դառնա, քանի որ շատ հաճելի էր այսպիսի միջոցառումը ականատես լինելը եւ ինձ թվում է բոլոր շրջանավարտներն կուզենան այսպիսի պահեր ապրեն իրենց դպրոցական տարիների վերջին շեմին։ Լորեցիները միշտ էլ տաղանդավոր են, լորվա երեխաները, մանավանդ օձունի բնաշխարի, այս չքնաղ բնաշխարում հնարավոր չի, որ երեխաները այսքան տաղանդավոր չլինեն։ Շրջանավարտներին նվիրված միջոցառման ավարտին հանդիսատեսը դահլիճից հեռացավ մեծ տպավորություններով։ Մանե Խլոպուտյան, Արման Տիտանյան, լուրեր։ Երեք Ալավերդու մշակույթի կենտրոնի բեմում էին Չարենցավանի արվեստի դպրոցի սաները, ինչպես Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը, այնպես էլ Չարենցավանի արվեստի դպրոցը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ծրագրում եւ այդ ծրագրի շրջանակում կազմակերպվում են դպրոցների աշակերտների փոխայցելություններ։ Չարենցավանի դպրոցում սովորում են 600-ից ավելի երեխաներ եւ գործում է նաեւ բարի խմբակ։ Արվեստի դպրոցի տնօրենը նշում է, որ հատուկ Ալավերդի այցելության համար նոր համերգային ծրագիր կազմել զուտ ժամանակի առումով հնարավոր չէր, սակայն այս ծրագրում ընդգրկվել են դպրոցի լավագույն համարները։ ՅՈՒՆԵՍԿՕ շրջանակներում մեզ առաջարկել են, որ մենք գանք հյուր Ալավերդի, ճիշտ ասած ես իմ կյանքում մինչև Դիլիժան հասել եմ, Դիլիժանից հետո ոչ միտեղ չեմ հասել, հետաքրքիր էր, մենք մեծ ոգևորությամբ հասանք ստեղ, ուղղակի դժվար է, ճանապարհը մի քիչ երկար է, դա խնդիրը։ Մենք կծանոթանանք, շատ լավ մշակույթի տուն ունենք, շատ լավ բեմ ունենք, շատ լավ դահլիճ ունենք։ Առաջիկայում Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաների եւս փոխայցելությամբ կլինեն որևէ քաղաքում։ Երեք Վրաստանում նշեցին անկախության տոնը։ Վրաստանում անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին, ի նշան ռուսական կայսրությունից եւ սովետական միության տիրապետությունից անկախանալու։ Չնայած սովետական միությունից անկախությունը նրանք ստացել են 1991 թվականի ապրիլի 9-ին, այնուամենայնիվ իրենց անկախության օրը որպես պետական տոն նշում են մայիսի 26-ին։ Անկախության օրը երկրի համար ամենակարևոր տոներից մեկն է, սկսված 1918-ից։ Երեք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ամեն մի անկյունում զգացվել է տոնի շունչն ու այդ տոնի կարևորության գիտակցումը թե ժողովրդի եւ թե իշխանությունների կողմից։ Մեր լրագրող Էմմա Պետրոսյանը մեզ է տրամադրել կադրեր Թբիլիսիում 3 տեղի ունեցած տոնախմբությունից։ Կադրերը ձեզ ենք ներկայացնում առանց մեկնաբանության։
նոր լուրերով կհանդիպենք վաղը ցտեսություն։